Ապրիլի 27-ից մայիսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4618 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 103 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 153 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 98 անձ, հայտնաբերվել է հաշվառման ամարանիշի հետ կապված 18 ժամանակապված վարելու 520, առանց մանկական նստատեղի քարսիտի 41, վարելու ընթացքում ծխելու 536, վարելիս հեռախոսից օգտվելու 223, հետիոտնի վրա սահմանված վայրով անցնելու 131 եւ 1535 այլ իրավախախտում, 113 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 117-ը տեխնիկական զննություն չանցած, 108-ը լուսարձակների անսրբությամբ, 28-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողայնապակիներով, 5 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 60 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16124 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ սթափ 261 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 429, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 5 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման ամարանիշի հետ կապված 100 ժամանակապված վարելու 4121, առանց մանկական նստատեղի քարսիթի 339, վարելու ընթացքում ծխելու 798, վարելիս հեռախոսից օգտվելու 713, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 163, արագության գերազանցման 2833 եւ 4634 այլ իրավախախտում, 287 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 876-ը տեխնիկական զննություն չանցած, 332-ը լուսարձակների անսարքությամբ, 142-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 11 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 42 անձ։